Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բոլորիդ շնորհակալություն այս շոկ եղանակին արձագանքելու համար։ Ես շատ հակիրճ խոսեմ մի քանի բանաձևներ։ Առաջին, այս ընտրական գործընթացը ունի մի քանի աննախադեպ դրվագ։ Դա վարչական ռեսուրսի գրեիք չարաշահումն է, դա իշխանության ուզուրպացիայի ակնհայտ փորձն է։ Գիշերվա ժամը 2-ին, երբ դեռևս հաշվարկված չէին տեղամասերի արդյունքները, Նիկոլ Փաշինյանը ինքնահռչակեց իրեն որպես հաղթող, այդպիսով ցույց տալով կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ պետական մյուս մարմիններին։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դա ըստ պետական հեղաշրջում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով։ Այստեղ խնդիրը չի վերաբերում մի կուսակցության կամ մի քանի հազար ձայնի։ Մեր 60,000 քաղաքացիների ձայները անտեսվեցին։ Բռնի միջամտություն եղավ ազգային ժողովի խճանկարը որոշելու հարցում։ Այսօր մենք այստեղ հավաքվել ենք մի շատ պարզ լուծում գտնելու ակնկալիքով։ Նիկոլ Փաշինյանը առաջին դեպքն է պատմության մեջ, որ իշխանություն լինելով հենց ինքն է ապալեգիտիմացնում ազգային ժողովը։ Եթե այդպես վստահ ես, որ ընդդիմության ձայները օրգանիկ չեն, հրաշալի առիթ է ստեղծվել։ Ապահովեք նոր ընտրությունների անցկացում եւ հայ ժողովուրդը իր հավաքականության մեջ ձևավորի ազգային ժողով։ Սահմանադրական դատարանը եւ նրա դատավորները կանգնած են բարձ երկընտրանքի առաջ։ Կամ նրանք դառնում են Վահագն Հովակիմյան, այսինքն կատարում են քրեական հանցագործություն եւ տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի գրպանում, կամ կանգնում են օրենքի եւ արդարադատության պաշտպանության դիրքերից։ Ինչ էլ որոշի սահմանադրական դատարանը, Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմության խարանը չի վերանալու։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը իրեն պատեպատ տա, չգիտեմ, բռնելու, սատկացնելու, եսի մինչերի մասին խոսի, դրանից ավելի լեգիտիմ չի դառնալու։ Եվ ուրեմն, հարգելի հայրենակիցներ, իմ ելույթը ուզում եմ ավարտել կոնկրետ ուղերձով։ Կլինի սահմանադրական դատարանի շենքի մոտ, թե մեկ այլ վայրում, հայ ժողովուրդը այս ընտրական գործընթացի արդյունքում ունենալու է պատմական հաղթանակ։ Եվ ուրեմն կոչ եմ անում հավաքականորեն չվհատվել, չհուսահատվել, որևէ հաղթանակ հեշտ չի տրվում, միայն այն հանգամանքը, որ իբրև թե հաղթանակած իշխանությունը խուճապի մեջ է, խոսում է այն կարևոր առաքելության մասին, որ մենք հավաքականորեն արել ենք հունիսի 7-ին։ Մնում է մեզ հավաքականություն, վճռականություն, կամք եւ հաղթանակը մերն է լինելու։ Նիկոլ հեռացիր, Նիկոլ հեռացիր, Նիկոլ հեռացիր, Նիկոլ հեռացիր, Նիկոլ հեռացիր, Նիկոլ հեռացիր։